Բարև ձեզ, եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել նաև Patreon-ում, նաև կունենանք հեռախոսազանգեր, որոնց օգնությամբ դուք կարող եք ձեր հարցերը հղել մեր հյուրին, բայց մենք խոստանում ենք զանգերին պատասխանել գովազդային առաջին դադարից հետո։ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ այս ֆորմատով մեզ հյուրընկալվելու համար։ Երեկվանից քննարկումների թոփ թեման թոշակների բարձրացումն է ապրիլի 1-ից, սպասված լուրեր, ավելին մարդիկ ավելի վաղ էին ակնկալում այս բարձրացումը։ Սրա հետ կապված երկու հարց։ Նախ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարում էր, որ թոշակների բարձրացման դեպքում քաղաքացիները, թոշակառուները չգիտեն ինչպես արդյունավետ օգտագործել այդ թոշակները։ Հիմա ինչ է փոխվել, որ մենք ականատես ենք լինում բարձրացման։ Երկրորդ, մեր ձևով շարժման ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ասում է, մեր քաղաքական ուժից ունեցած վախերով է պայմանավորված այս բարձրացումը, խոճապահար իշխանությունները գնացին այս քայլին։ Նույն տրամաբանությամբ մեկնաբանեց նաև Վիոլյա ջրի այդ որոշումը գրաֆիկի փոփոխությունը չեղյալ համարել։ Դուք ինչ կարող եք ասել, ինչ է փոխվել, որ բարձրացման ենք մենք ականատես լինում։ Ուրեմն նախ ձեր հարցի ձևակերպումից սկսեմ, որ վարչապետն ասել է ամիսներ առաջ, որ ինչ է անելու այդ թոշակը։ Սա շատ մանիպուլյացիայի շատ հստակ օրինակ է, ինչի համար, որովհետև վերջին հատկապես շրջանում հենց այդ հայտարարությունից հետո էլ ուղղակի երեք նաև շատ շրջանառվեց կտորը, որտեղ վարչապետի խոսքի այդ հատվածը շրջանառում են, ցույց տալու համար իբր վարչապետն ասում է ինչ պետք է անեմ, ոնց պետք է ծախսեմ, բայց այդպես չէ։ Ամբողջական խոսքը եթե լսեք, անմիջապես այդ հատվածից հետո ասում է ինչ պետք է անի թոշակառունը 10,000 դրամը, որ մենք 10,000-ով բարձրացնենք, 11,000-ով բարձրացնենք։ Պետք է իր առողջության վրա ծախսի, ամենամեծ ծախսը առողջության ծախսն է։ Մենք հիմա այդքանով առողջության ապահովագրությանն ենք ուղղում գումարը եւ թոշակառուն այն ինչ վրա պետք է շատ ծախսի կգնա եւ իր առողջության հետ կապված հարցերով կզբաղվի։ Սա է ամբողջ խոսքը եւ այն կոնտեքստում չէ, որով ներկայացվում է։ Ինչու օրինակ շատ է հնչում, թե ինչու օրինակ բյուջեում սա նախատեսած չէր, սակայն այս փուլում մենք բարձրացրեցինք։ Սա կապում են ընտրությունների հետ։ Ժամանակին օրինակ նախորդ տարի ես հիշում եմ բյուջեի քննարկումների ժամանակ բյուջեի սղության հետ կապված հարցեր կային եւ գիտեք նաեւ որ տարբեր կրճատումներ եղան հենց պետական համակարգին հատկացվող գումարների հետ կապված, մեքենաներ կրճատվեցին, բենզինի ծախս եւ այլն, եւ սա հենց խնդիրը հենց այն էր, որ ֆինանսական հոսքերի եւ մեր ունեցած ծախսերի միջև այդ անհամատեղելիությունը կար, հետեւաբար ինչու հիմա, նախ ասեմ, որ մենք մեր նախընտրական ծրագրում, այսինքն 21 թվականին, քաղաքացիներին խոստացել էինք գործող 26,500 դրամ թոշակը 21 թվականին գործող բարձրացնել մինչև 37,000 դրամ։ Մենք այսօրվա դրությամբ համարյա հասել ենք մեր խոստումին, որտեղ 36,000 դրամ է մինիմալ թոշակը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք նաև թոշակը բարձրացրել ենք 18-ից հետո, մինչև 21 թվականը, որովհետև երբ որ մենք ենք ստանձնել իշխանությունը 18 թվականի հեղափոխությունից հետո, թոշակը եղել է 16,000 դրամ։ Հիմա հասել ենք 36,000 դրամին։ Հիմա, քանի որ արդեն ունենք այդ հնարավորությունը նաև թոշակ բարձրացնելու այս փուլում, նաև որոշում ենք կայացրել, որ թոշակ բարձրացնենք, որովհետև կարծում ենք, որ այն, ինչքան որ հիմա ենք բարձրացրել, անգամ դա ճիշտ է ավելի բարելավում է մեր տատիկ-պապիկների կյանքի որակը, բայց սա բավարար չէ եւ մենք հետեւողականորեն գնալու ենք ավելի առաջ եւ որքան հնարավորություն ունենանք, այդքանով կբարձրանա թոշակը, կենսաթոշակը, բայց ուզում եմ նաեւ նշել, որ սա միայն
կենսաթոշակին չի վերաբերում, նաև հաշմանդամության նպաստներին է վերաբերում, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց նպաստը 10-10 հազարով բարձրանում է, այսինքն որտեղ 39,000 դրամ է դառնում է 49, որտեղ 37,500 է 47,500 եւ այլն, եւ նաև ուրեմն զինվորական այդ թոշակն է բարձրանում, այսինքն ընդհանուր տենց բարձրացում է լինում։ Մյուս հատվածը շատ ծիծաղելի է, երեկոյան էլ տեսա, որ այդ ջրի հետ կապված, հարցին ասում մեր խրոխտ պայքարի շնորհիվ շատ հետաքրքիր է ու շատ ծիծաղելի, ինձ թվում է բոլորի համար է ծիծաղելի, որովհետև ասել, որ մենք հայտարարություն տարածեցինք դրա համար բարձրացավ, սա իրոք ծիծաղելի է, էլի։ Մի հատ տենց անեկդոտ կար, կամ մանրապատում էր, ասում է, հիշում ես, որ քո գլուխը ցավում էր, ես քեզ ասեցի գնա բժշկի։ Ես քեզ ինչքան եմ օգտակար եղել, հիմա իրանցն է։ Մենք ասել ենք, որ պետք է բարձրացնել, ով է բարձրացրել, ոնց է կառավարվել այդ բյուջեն, չէ՞ որ դա կառավարության ճիշտ պլանավորման արդյունքում է, որ այդ գումարը հնարավոր է հատկացնել եւ ուղղել դեպի մեր թոշակառուներ, իսկ թոշակառուները քիչ չեն։ Դա պլանավորում է։ Եթե մենք մի քանի ամիս առաջ ասում ենք, որ այս փուլում դա հնարավոր չէ, տվյալ ժամանակաշրջանի համար եւ գնացինք մի այլ կարևոր ուղղությամբ, որի արդյունքում այսօր հիվանդանոցներում հերթեր են, որտեղ տարիներով մեր տատիկ-պապիկները հնարավորություն չեն ունեցել իրենց առողջությամբ զբաղվելու եւ տենց ականջի հետև են գցել իրենց առողջության հետ կապված հարցերը, լինի աչքի վիրահատություն, լինի սրտային ինչ որ վիրահատություններ, ես այսօր ծանոթ ունեմ 3 թե առաջի օրը սրտի բաց վիրահատություն է իրականացվել թոշակառուկին է 4 միլիոն դրամանոց 4 միլիոն դրամ այդ ինչքան պետք է բարձրանար թոշակը որ մեր քաղաքացին կարողանար 4 միլիոն դրամանոց վիրահատության ենթարկվել այն էլ 1 դրամ չծախսելով սեփական գրպանից միայն բյուջեի այդ հատկացումների արդյունքում եւ նման մարդիկ բազմաթիվ են շատ մեր ծնողներ տատիկ պապիկներ անգամ երբ որ ինչ որ անհանգստացնող բան էին ունենում շատ տիպիկ բան եմ էլի ասում որ հիմա բոլորը կարող են հիշել այդ խոսակցությունը կամ թաքցրել են որ այդ խնդիրը կա կամ երբ որ նկատելի է եղել երբ որ մենք ասել ենք գնանք բժիշկի ասել է չէ գնալու եմ մի բան պարզվի այդ գումարը հարկավոր իսկ այսօր 0 դրամ են ծախսում եւ համատարած մեր ավակ սերնդի ներկայացուցիչները կարողանում են իրենց առողջությամբ զբաղվել սա բարձրացում չէ թե սա էլ է իրենց խրոխտ հայտարարությունների արդյունքում բանն է միջազգային հանրույթն է որ ասում է կոչ եմ անում կողմերին հանդարտվել եւ դրանով պատերազմներ են կանգնում այդ կոչերով հիմա այս նույն բանն է մենք գործողություններն իրականացնեն բյուջեն ճիշտ կառավարենք քաղաքական կամքը դրսևորենք ամեն ինչն անենք իրենք ասեն սա մեր պայքարի շնորհիվ է դրա համար էլ իշխանության գալու հնարավորություն նրանք դժվար ունենան, որովհետև հայտարարությունները ոչինչ չես կարողանում։ Նրանց դեռ կանդրադառնանք Տիկին Հակոբյան, ես ուզում եմ թոշակների բարձրացման հետ կապված եւս մեկ դիտարկման անդրադառնալ, օրինակ Ռուբեն Ռուբինյանը թոշակների բարձրացման հնարավորությունը այսպես է մեկնաբանում, որ դա հնարավոր է դարձել տնտեսվարողներին ճնշելու, կոռուպցիայի եւ կաշառակերության արատավոր պրակտիկան վերացնելու արդյունքում նաեւ հիմա սրա հետ ոչ բոլորն են համաձայն ասում են այո համակարգային կոռուպցիա չկա բայց ասել որ կոռուպցիա եւ հովանավորչություն չկա դա չեն կարող արձանագրել հիմա ինչ ցցուն օրինակներ կբերեք որոնցով կհաստատեք Ռուբինյանի ասածը տեսեք ով ասում որ կոռուպցիա չկա այդ մի բան է ոնց որ ինչ որ մի երկրում Մենակ Հայաստանում չասեն, մեզ մոտ գողություն չկա, սպանություն չկա, հանցագործություն չկա, կոռուպցիան հանցագործություն է, որը այդ արատավոր երևույթ է, որը մարդկանց որոշ հատվածին բնորոշ բան է, շատ քննադատելի, արգահատելի է, բայց բնորոշ է, եւ ասել, որ 0 կոռուպցիա կա Հայաստանում, սա մեծ հաշվով տենց շատ երանելի իրավիճակ է, որը ոչ մի երկրում չես կարող գտնել, բայց շատ լավ կլիներ, որ այդպես լիներ։ Արդյոք այդ կոռուպցիան համակարգային է, թե ոչ։ Միանշանակ ոչ։ Համակարգային կոռուպցիան այն դեպքն է, այսինքն բոլորս գիտենք, էլի, ժամանակին այդպես էր։ Ենթադրենք, ժամանակին ավտոտեսուչը կանգնացնում էր։ Դու ինչ խախտում անեիր, չանեիր, ավել անեիր անգամ, 25000-ի խախտում անեիր, ինքը իր 5000-ը գրում էր։ Դու ոչինչ էլ չաներ, այդ 5000-ը պետք է տայիր։ Եվ այդ գումարը, եւ դու ոչինչ չէիր կարող դրա դեմ անել, որովհետեւ այդ գումարը գնում էր միջև վերջ։ Այսինքն տեղ չկար, որտեղ դու որ այդ բողոքը տասեիր, ապացուցեիր, որ կոռուպցիա է։
այդ բողոքի թիման վրա ինչ որ մի բան կլիներ, որտեղ միջև վերջ այդ գումարը գնում էր, համակարգային էր, միջև բուրգի վերևը գնում էր։ Ինչ որ մեկը կարող ասել, որ որևէ դրսևորում, պետական համակարգի որևէ օղակում, ինչ որ եթե անգամ կա նման դրսևորում, ես չեմ բացառում, որ կա։ Գնում է հասնում է միջև վարչապետ, միջև նախարար, հա, ինչ որ մեկը կարող է նման բան ասել, падգամավոր։ Ես այսօր ինչի եմ կարողանում, օրինակ նման դեպքերի ժամանակ բարձրաձայնել, միջև վերջ գնալ, որովհետև ես դրանից փայ չունեմ։ Իմ քաղաքական ղեկավարը, իմ վարչապետը, իմ նախարարը, իմ ազգային ժողովի նախագահը չկա դրանից չունեն փայ, եւ որևէ մեկը դրա համար որևէ օղակում չի լռում։ Դրա համար համակարգային չէ, բայց կա։ Մենք այսօր բազմաթիվ անգամներ տեսնում ենք, հա, անգամ բանակից ազատման դեպքեր են լինում, երբ որ բռնվում են, լինում է նույն պրավաների մեքենայի պրավաների հետ կապված էլի ապօրինի ինչ որ տես դեպքեր են, որոնք բռնվում են, որովհետև միջև բուրգի վերև այդ օղակը չկա։ Ինչ որ միտեղ կտրվում է, բացահայտվում է, մարդիկ պատասխանատվության են ենթարկվում։ Դրա համար այն որ չկա միանշանակ։ Մյուս հատվածին անդրադառնամ։ Ինչի արդյունքում է հնարավոր դարձել, որ այդ գումարները ուղղվում են դեպի քաղաքացիներ։ Տեսեք, մենք այն կրիտիկական հատվածն անցել ենք մեր կյանքի, Հայաստանի կյանքի, հանրապետության, այն որ փրկելու անհրաժեշտություն չկա մեր պետությունն ու պետականությունը, որտեղ մենք այդ կրիտիկական պահը անցել ենք, հիմա զարգացման փուլ է։ Այսինքն մարդիկ անի մտապաններ են ինչ որ կառուցում, ինչ որ փրկելու բաներ, բայց դրա կարիքը չկա, Հայաստանը փրկվել է եւ այդ փրկելու ժամանակ այդ տապան կառուցողներից, այսօր հայրենիքը փրկողների անունով ինչ որ ակցիաներ կազմակերպողներից որևէ մեկը չի աջակցել, որ հանրապետությունը փրկվի։ Մենք փրկել ենք մեր հանրապետությունը, պետականությունը եւ այսօր արդեն զարգացման փուլ է։ Դուք տեսնում եք ինչ համագործակցություն ունեն Միացյալ Նահանգների հետ, դուք տեսնում եք ինչ հեռանկարային համագործակցությունն է 100 տարվա համար Հայաստանի Հանրապետության համար զարգացման փուլ է սկսել եւ արդեն քաղաքացին իր մաշկի վրա զգալու է այդ ամեն ինչը։ Հիմա բյուջե ոնց է փող հավաքվել։ Նախ պետական համակարգը, այդ բուրգը, իշխանական բուրգը, կառավարողները այդ գումարները չեն ուղում իրենց գրպան, օֆշորներ, դղյակներ, այսօր ամեն մեկից մի հատ տեսեք այդ հայտարարությունները ամենօրյա գրաֆիկով, այդ նախկին իշխանավորներից կլինի գյուղապետ, ում դուստր այսօր падգամավոր է օրինակ հանրապետական, կլինի բանը նախկին նախարար, կլինի հանրապետական երիտթևի նախագահ, թե ինչ ապօրինի գույքի այդ բռնագանձման շրջանակներում ինչ գույքեր են ուզում 10-15 բնակարան կենտրոնում, չգիտեմ ինչ վիլաներ, չգիտեմ քանի անշարժ գույք, չգիտեմ ինչ մասնաբաժին է, Ռոբերտ Քոչյանից նայեք ինչքան է, ինչ միլիարդներ է պահանջում այսօր պետությունը հետ վերադարձնել, ու դա միայն այն ունեցվածքն է, որը նրանք չեն կարողացել հիմնավորեն թե որտեղից, հասկացաք, որ իրենց անունով է եղել, այսինքն պատկերացնեք, չէ՞ ոնց ինչքան են նաև այնպես բան արել, ձևակերպել, այո, ժողովուրդն ասում է գյորել, որ չես կարողանում գտնել։ Հիմա այսօրվա իշխանությունը իր գրպանը չի դնում, դեպի իր բարեկեցություն չի ուղում այդ ամեն ինչը։ Դրա համար պարգևավճարների հույսին է մնացած այսօրվա իշխանությունը, որովհետև աշխատավարձն էլ շատ ցածր է։ Եվ երկրորդ կոմպոնենտը ոչ ոք հարկը չի թաքցնում, այն ժամանակ ոնց է, եթե դու խանութ ունեիր, տեսուչը գալիս էր, իր գրպանն է իր փող դնում, ինքը տանում էր իր ղեկավարի գրպաններ դնում, ղեկավարը ղեկավարի, արդյունքում այդ խանութի տերը այդ գումարը ուղում էր, մեկը իրանից տալիս էր ինչ որ միտեղ, որը բյուջե չէր գնում եւ չէր վերադառնում իր մայրիկի առողջությամբ, իր փողոցի լուսավորության, իր ասֆալտապատման, տարբեր իր երեխայի դպրոցի կառուցման, ոչ միտեղ չէր ուղում էր այն մարդկանց գրպանները, որոնք այսօր ապօրինի գույքով անցնում են կամ որոշները դեռ անցնելու են։ Դրա համար հարկահավաքությունը նորմալ իրականացվում է դեպի բյուջե, բյուջեից կարողանում է բաշխվել։ Այսօր ոչ մեկ մեզ չի բերում միլիարդներ տալիս իշխանությանը, ասում դրանք կամ օդից փող չենք տպում, որպեսզի կարողանանք դա ուղենք դեպի հասարակության բարեկեցություն։ Այդ ամենը հավաքվում է հարկերից եւ ուղղվում է դեպի էլի քաղաքացի, քաղաքացուց հավաքվում է, ուղղվում է քաղաքացի։ Ասֆալտի հետ կապված Տիկին Հակոբյան, այո, իշխանությունը բազմիցս դրանով, այսպես ասած, հպարտացել է ասֆալտ
ճանապարհների ասֆալտապատման, բայց որակը մենք տեսնում ենք, չէ, ինչ խնդիրներ կան։ Հիմա այս մասով ինչ բացատրություն ունի իշխանությունը։ Այն, որ ասֆալտը խնդիրներ ունի այսօր Երևանում, սա տեսնում ենք։ Դրա բացատրությունն այն է, ես ինքս մասնագետ չեմ, ես մասնագետների բացատրությանն եմ հիմա հողմանում, որ դուք տեսաք, որ այս տարի շատ նորմայից ավել տեղումներ եղան, շատ նորմայից շատ ավել եւ որը ազդում է նաեւ ասֆալտի վրա եւ աշխարհում է այդպես բայց նաեւ ուզում եմ նկատել որ մենք միջպետական ճանապարհներ հա շատ այտենց այսինքն նույն դու կարողանում ես երթևեկել նաեւ ուրիշ ուղղությամբ դեպի մարզեր եւ այդ խնդիրը քիչ է հանդիպում չնայած նրան, որ այո, էլի տեղումներ եղել են նույն մարզերում։ Այսինքն այստեղ կարող է որոշակի որակի տարբերություն կա, կառուցապատողի տարբերություն կա, չէ, որ տենդեր է դրվում եւ տենդերը շահում է որևէ մեր քաղաքացի եւ իրականացնում է այդ գործը։ Հիմա որքանով է լավ իրականացնում, որքանով է լավ սպասարկում, թե որ ազատ շուկա է եւ տենդերն էլ այնպես է, որ ով ավելի էժանգին է առաջարկում գործի համար նկարագրված տենդերով, նա էլ իրականացնում է աշխատանքը եւ պարզը որ ամենամատչելին այն դեպքը չէ, երբ որ ամենավորակյալն է, այստեղ օրենսդրության հետ կապված խնդիր է, բայց մենք չենք կարող օրենք շրջանցել իհարկե, բայց հետեւողականորեն մենք գնում ենք դեպի ավելի բարելավում նաեւ այս ոլորտում, որտեւ ես որ հիշում եմ, օրինակ նախորդ տարի շատ ավելի վատ վիճակ էր, եթե անկեղծ, ես ինքս նաև վարորդ եմ ու կարող եմ իմ օրինակով էլ ասել, որ այո, այսօր լավ չէ ասֆալտի վիճակը, վատ է, բայց ուզում եմ նկատել, որ նախորդ տարի էլ ավելի վատ էր, եւ սա լավ բանի մասին չի խոսում, չեմ ասում, որ այ ծափտվեք մեզ շատ վատից վատի են գնացել։ Ես ուզում եմ ասել, որ մենք աշխատում ենք նաև հենց այդ տենդերների հետ կապված, որ նաև որակյալ լինի, դրա վերահսկողությունը պատշաճ լինի, որպեսզի այնպիսի կոլապս չունենանք, որը որ հնարավոր է, որ ունենում են մեր քաղաքացիները առօրյայում։ Շնորհակալ եմ, այս պահին մեր եթերում գովազդ հայտարարենք, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք եթերը, նաեւ կպատասխանենք հեռախոսազանգերին, տեսնում եմ, որ արդեն ունենք հարգելի հեռուստադիտողներ, մի փոքր համբերություն է պետք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Ուղիղ եթերում Նոյան տապանը շարունակում է իր աշխատանքը, ես հիշեցնեմ, որ զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ, Տիկին Հակոբյան, ես ուզում եմ վերադառնալ Վիոլիա ջրի հետ կապված խնդրին, ինձ նախ հետաքրքիր է իշխանությանը անհանգստացնում է այս կառույցի աշխատանքը, թե ոչ, եւ երկրորդը երեք հայտնի դարձավ, որ կառավարության ճնշման ներքո նրանք հետ են կանգնել գրաֆիկի այդ փոփոխությունից եւ այստեղ մի տեսակ անարդարության զգացում կա մարզաբնակների առումով, որովհետև վաղուց ես չեմ հիշում, թե երբանից մարզերում մարդիկ ապրում են հենց այդ գրաֆիկով 17 ժամյա։ Նախ հիշեցնենք, որ արդեն կարող են զանգահարել մեր քաղաքացիները։ Այո։ Եվ անցնեմ պատասխանի։ Դուք տեսաք երեկոյան, որ այո կառավարության միջամտությամբ այդ ժամային գրաֆիկի փոփոխությունը դեռևս արկախվում է, բայց դուք ձեր հարցում ձևակերպեցիք մեծ հաշվով իմ պատասխանը։ Ամեն տարի Վիոլան 2 անգամ հայտարարում է ինչ որ հնարավորություն ունի որոշակի տոկոսի ջրամատակարարման ուրեմն կրճատում եւ ամեն տարի որևէ գրաֆիկ է առաջարկում, որը որոշ վարչական շրջաններում, որոշ համայնքներում կրճատվում է ջրամատակարարման ժամը, իսկ 24 ժամից դառնում է 16 ժամ։ Գիշերը 1-ից մինչև լուսադեմ չի լինում ջուր։ Եվ սա պայմանավորված է նրանով, որ մեր ջրային ռեսուրսները այնքան էլ բավարար չեն, որպեսզի 24 ժամ ջուր լինի։ Եվ այս խնդիրը միշտ եղել է, պատճառներն էլ մի քիչ որ խորանանք եւ ուսումնասիրենք, տեսեք, նախորդ իշխանության ժամանակ մեկ ջրամբար չի կառուցվել։ Այդ ջուրը որտեղից պետք է լինի։ Մենք ջրով հարուստ երկիր ենք, աղբյուրներ կան, սարեր ջրերը գալիս են, ջրի երկիր ենք եւ դա մեծ հարստություն է, բայց այդ ջուրը պետք է ճիշտ կառավարվի։ Կորուստներ չլինի ճանապարհին, ջրամբարներ լինեն, որտեղ այդ ջուրը կհավաքվի, բայց ջրամբարի գումարները հետ գնաք, ես անգամ այդ քննարկումներ եմ հիշում նախորդ իշխանության ժամանակ խորհրդարանում, կարող եմ գտնել եւ հրապարակել, երբ որ ընդունում էին հանրապետականները, որ իրենք բարբարոսաբար են վարվել մեր ջրային ռեսուրսների հետ։ Բարբարոսաբար ես կգտնեմ եւ կդնեմ կարկառուն հանրապետականների ինքնակնդատությունը։ Մենք հիմա ջրամբարների ջրի ճիշտ կառավարման ջրամբարները որ կառուցում ենք, դա նախորդ տարիներին բազմաթիվ անգամներ լսել եք, բայց նաև վերջում օրինակ մեր վերջին քարորիային մենք նաև օրենք ընդունեցինք, որով այդ ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման ներդրումներ է կատարվում եւ այլն, որպեսզի մենք ունենանք այնքան պաշար, այնպիսի ամբարներ, որով մեր քաղաքացիները չեն ունենա նման անհարմարություններ, իսկ որ տարիներով մեր տարբեր բնակիչներ ունեցել են անհարմարություններ, դուք ձեր օրինակով ասացիք, այո, հանրապետությունում շատ տեղերում ջուրը 24 ժամյա չէ եւ այս անգամ եւս հերթական ոնց որ հայտարարությունը ուղղակի վերցվեց եւ օգտագործվեց որպես ընդդիմախոսություն եւ քարոզչություն ընտրություններից առաջ, բայց անգամ այս հանգամանքը հաշվի առնելով մենք կառավարությունը իդեմս տարածքային կառավարման նախարարի, դեմս ջրային կոմիտեի ղեկավարության կարողացան խնդիրը ժամանակավոր լուծել, լուծում գտնել, մինչև կունենանք համակարգային լուծում։ Մարզաբնակները այսինքն ակնկալ են, որ իշխանությունները այս հարցին կանդրադառնան։ Տեսեք, ամբողջ հանրապետությունում այդ խնդիրը կա, որովհետև կա
գյուղեր անգամ գյուղ ես երեք էի կարդում իմ մեկնաբանություններում քաղաքացիները գրել են որ իրենց գյուղում չնայած աղբյուր կա այսինքն ջուր կա բայց ջրամատակարարումը օրինակ արտեզյան ջուր է կամ այսինքն ճիշտ չի կառավարվում այսինքն ամբողջ հանրապետությունում այդ խնդիրը կար եւ այս խնդիրը համակարգային լուծումները որին մենք գնում ենք ունենալու դեպքում ամբողջ հանրապետությունում է խնդիրը կարգավորվելու Հիմա հեռախոսազանգի պատասխանենք բարև ձեզ լսում ենք ձեզ Բարև ձեզ Տիկին Զախարյան, բարև ձեզ Տիկին Հակոբյան, ողջունում ձեզ հրավեր Գլենդելից Տիկին Հակոբյան, ես ցանկանում եմ ներքին հարցերից դուրս գալ մի փոքր դեպի արտաքին քաղաքականություն եւ հարցը դրա հետ կապված տալ տեսեք 25 թվականին անցյալ տարի ձեր ազգային ժողովը ընդունեց այդ Եվրոմիության օրենքը Եվրոմիության անդամակցության որը ասում է որ Հայաստանի Հանրապետությունը սկսում է Եվրոմիության անդամակցման գործընթացը դրա համար դրա քվեարկեցին 60,000 համարյա հոգի եւ ըստ հարցումների բնակչության մեծամասնությունը կամ ամեն դեպքում 49-ից 60% կողմ է Եվրոմիության անդամակցության անդամակցության ձևերից մեկը այն է ինչ դեռ ձեզ ներկայացվել էր Հայաստանի ներկայացվել էր Սերժ Սարգսյանի օրոք այդ Եվրոմիության ասոցիացիան համաձայնագիրը որը Սերժը մերժեց հետո եկավ Փաշինյանը եւ դա ասել է որ դա վերջին քայլն է նախնական Եվրոմիության անդամակցելու որ դրանից հետո արդեն կարող եք Հայաստանը կզարգանա եւ վիճակի կլինի դիմել ասացեք խնդրեմ եթե իշխանությունները ստանձնել են այդ պարտավորությունը սկսելու մեկնարկը ինչու մինչև հիմա գոնե այդ ասոցիացիան համաձայնագիրը ստորագրված չէ որ ասում եմ դեռ 13 թվականին դիմվել էր Հայաստանին բայց Հայաստանը մերժել էր ինչու գոնե դա չի արվում արդյոք դրանով ձեր իշխանությունը չի խախում ժողովրդին եւ այն 60%-ին ով կողմ է Եվրոմիությանը շնորհակալություն Շնորհակալ ենք հեռախոսազանգի համար Շնորհակալ եմ եւ բարևներ Երևանից դեպի Գլենդել մեր հայրենակիցներ տեսեք ամեն ինչ ճիշտ եք ասում այսինքն process-ից տեղյակ եք, բայց ես մի փոքր ուզում եմ մանրամասնել մեր քաղաքացիների համար Եվրամիության նախ հիշեցնեմ, որ քաղաքացիներից եկած նախաձեռնություններ դեպի խորհրդարան, սա եզակի դեպքեր եւ քաղաքացիները նախաձեռնությամբ են հանդես եկել եւ դրսից է եկել օրենքը խորհրդարան, ոչ թե կառավարությունն է բերել կամ падգամավորներն են նախաձեռնել եւ սրա շրջանակներում ընդունվեց օրենք, որով Հայաստանը դեպի Եվրամիություն ճանապարհ բացում այսպես ասած եւ սա մեր քաղաքացիների ցանկություններին ընդառաջ գնալու դեպք էր սակայն ուղղակի դիմում գրել եւ դառնալ Եվրամիության անդամ այդպես հեշտ չէ դու պետք է քո տարբեր ստանդարտներով լինես այդ ստանդարտներին համապատասխան այսինքն շատ տնային աշխատանք ունենք որով մենք այդ քայլերով գնում ենք առաջ այդ նույն առողջության համընդհանուր ապահովագրությունը սա եւս նման պահանջներից մեկն է այսինքն այս քայլերը որ մենք արել ենք կամ անում ենք սա եւս այդ հավասարման մոտեցման քաղաքականություն է դեպի Եվրամիության ստանդարտներ հետեւաբար մենք նաև նախորդ տարի ունեցանք ստորագրված փաստաթուղթ Եվրամիության հետ Եվրամիությունից ունենք բազմաթիվ ազդակներ որ Հայաստանը շատ ինտենսիվ քայլերով եւ մեծ քայլերով դեպի այդ ստանդարտների բարձրացում է գնում եւ մենք ունենք բավականին մեծ համընկնում արդեն եւ մոտենում ենք կամաց-կամաց այդ ստանդարտներին եւ ոչ ոք չէր պատկերացնում որ մենք մեկ օրում ենք այդ ստանդարտներին հավասարվելու սա երկարատև գործընթաց է դուք գիտեք որ առանձին վիզաների ազատականացման հետ կապված մենք մեծ առաջընթաց ունենք սա եւս բայց պետք չէ պատկերացնել որ մեկ ամսից վիզաները ազատականացվելու են այլ էլի երկար գործընթաց է բայց մեկնարկը տրված է ինչը ամենաբարդն է եւ գործընթացները տեղի են ունենում սա քիչ այն քայլերից է, որը մենք դեպի Եվրամիություն անում ենք եւ անկախ այն հանգամանքից մենք ի վերջո կդառնանք Եվրամիության անդամ թե ոչ, անկախ այդ հանգամանքից, որովհետեւ Եվրամիության անդամ դառնալը եւս հանրաքվեով է իրականացվում, քաղաքացին պետք է գնա եւ այո ասի որևէ նման միավորի անդամակցելուց առաջ, անկախ այդ հանգամանքից, նաեւ Եվրամիությունում դա կընդունվի թե ոչ, անկախ այդ հանգամանքից
ժամանակից մենք այս քայլերը անպայման իրականացնելու ենք եւ իրականացնում ենք, քանի որ Եվրամիության ստանդարտները լավագույն ստանդարտներն են եւ այս ստանդարտներին համապատասխանելը բարելավելու է մեր քաղաքացիների կյանքը, մեր ենթակառուցվածքների որակը, այնպես որ մենք հստակ է, որ այս քայլերով առաջ ենք գնում։ Անկախ վերջնարդյունքից։ Այս հարցը վերաձևակերպել Տիկին Հակոբյան, ի՞նչն է խանգարում հայտը տալ եւ զուգահեռ իրականացնել տնային աշխատանքը, այսինքն այդ ստանդարտների։ Դե կարող ես հայտը տալ եւ մերժվել, որովհետեւ չես համապատասխանում ստանդարտներին։ Դրա համար պետք է Միջև հայտը դու համապատասխան լինես։ Ոնց որ ասենք հիմա իմ 8-րդ դասանի աղջիկը թող ընդունվի համալսարան։ Ինչի հայտը չի տալիս։ Որտեղ դրան ժամանակ կա, որտեղ նաև դու արդեն հաշվարկում ես գիտելիքները, տարիքը պետքա գա, այն նախորդ դիպլոմը պետքա ունենա, ատեստատը պետքա ունենա, հա, լիքը բաներ կան, որ միջև համալսարան դիմելը պետքա գաս։ Հիմա այս նույնն է, մենք լիքը աշխատանք ունենք միջև դիմելը։ Դիմելը հեշտ է, դա դիմումի հատուկ ձև է, որը գրում եւ ուղարկում է պետությունը եւ սա ցանկացած պետության ինքնիշխան իրավունք է, հա, այսինքն կարող է որոշել եւ դիմել։ Այ Եվրամիությունում կընդունեն թե չէ, արդեն լիքը բաներից է կախված եւ կախված է նաեւ նրանից, թե դու որքանով ես պատրաստ լինել այդ մեծ ընտանիքի անդամ։ Տիկին Հակոբյան, հեռախոսազանգի պատասխանենք, հարցը չնայած կարևոր է, որը ես ուզում եմ հնչեցնել։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտող։ Ալո, բարև ձեզ, ողջունում եմ ձեր հյուրին, պարզապես հարցերը շատ են, կուզեմ սկզբից գոնե շնորհակալություն ասել կառավարությանը, օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրման հետ կապված, եւ հարցս անհանգստացնող հետեւյալն է, կուզեմ իմանալ, արդյոք կառավարությունը ինչ է մտածում ահաբեկչությանը աջակցողներին, երկիրը թալանողներին, իրանց կուսակցությունները ընտրություններին թողնելը։ Օրինակ մի օրինակով, որպեսզի ձեր ժամանակը բաճանեմ, 18 թվականի հեղափոխության ժամանակ Նոյան Տապան այսօրվա Գագիկ Ծառուկյանը 280,000 տոննա, մինչև 2002 թվականից մինչև 18 թվականի աշունը 280,000 տոննա ցեմենտ է այդքան ամոթքագրել կառավարություն։ Եվ դուք ունեք համազասպանով մեր կարգին պատգամավոր, որն ասամ, այսօր նոյեմբերի քանիսն է, դուք արդեն 900-ի մոտ եք, մոտ 1 միլիոն տոննա կլինի։ Այդ տարբերությունը, արդյոք եթե կառավարության քննադատաբար ասեն, այդ թույլտվությունը կողմից կլինի, բացաթողնե, որ այդ մարդը այսօր նորից ուզում է Նոյան Տապան կառուցի, նորից իրաց թալանած է գոնե բառը, գոնե խնդրում եմ այդ կուսակցությունների գրանցումը օրենքով, ոնց որ Մոլդովայի օրինակը կար, միջազգային օրենքներ գոյություն են, ահաբեկիչներին ու թալանողներին, ինչպես եք ուզում թույլատրել, որ իրենք մասնակցեն ընտրություններին, մեղք չէ ժողովուրդը, շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալություն։ Ուղիղ եթերում Նոյան Տապանն է, Հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում հիշեցնեմ, որ զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ, Տիկին Հակոբյան, դուք անդրադառնանք մեր հայրենակցի հարցին, ես էլ եմ ողջունում ձեզ ու շնորհակալ եմ աջակցական խոսքերի համար, կապված օգոստոսի 8-ի կամ գործունեության հետ, ինչ վերաբերում է կուսակցություններին, ուզում եմ ասել, որ որևէ դուք բերում եք Գագիկ Ծառուկյանի ինչ որ դեպքերից, հա, ենթադրյալ ապօրինի, որևէ ապօրինի գործ մենք աչք չենք փակում, կառավարությունը չի հովանավորում որևէ ապօրինություն, դրա համար էլ բազմաթիվ գործեր կան, այդ թվում քրեական եւ եթե ուշադիր լինեք, ընդդիմությունը միշտ բողոքում է, որ տարբեր գործերով է անցնում եւ իրեն դիրքավորում է որպես քաղբանտարկյալ։ Մենք որևէ հովանավորչություն, որևէ բացականի չենք անում։ Արգելելու մասին կուսակցությունները։ Մենք կարծում ենք, որ քաղաքացին իր քվեով կարգելի նրանց գործունեությունը։ Մենք պետք է հասկանանք, որ արդարության զգացման վերականգնման եւ ժողովրդավարության միջև տենց երբեմն շատ նուրբ, բայց կա գիծը։ Այսինքն դու չես կարող ինչ եթե մարդը ունենա արդարության զգացում եւ չգիտեմ իր այդ ցանկությունը, որ այդ նախկին թալաչիներին տեսնի, ճաղերի ետևում եւ այլն, դու չես կարող ուղղակի իրանց տենց չեմ պատերի տակ գնդակահարես կամ վերցնես առանց ամուր հիմքերի
բանտարկես, որովհետև նաև մարդու իրավունքներ կան։ Մենք նաև միջազգային հանրույթի անդամ ենք եւ ունենք տարբեր պարտավորություններ։ Էլ չեմ ասում, որ նույն քաղաքացին, եթե ամուր չեղավ քո դատարանում քո հիմքերը, կարող է բողոքարկել եւ եվրոպական ատյաններում օրինակ հաղթել, եթե ամուր չեն հիմքերը, նորից եմ կրկնում։ Իսկ որ այդ նախկին թալանչիները ակնհայտ չեն թալանել եւ ամեն ինչ թղթերով մեծ հաշվով շատ դեպքերում ճիշտ է, այնպես չէ, որ նույն Քոչարյանը այդ Ապոնի գույքի բռնանգանձման շրջանակներում այդ 200 միլիարդ, ոնց որ չեմ էլ հիշում այնքան տարբեր զրոներով թվերը, այդքանն է կամ այդ գույքն է, որ ապօրինի է ձեռք բերել, բայց այդքանն է հնարավոր եղել դիտարկել եւ ապացուցել, հասկանում եք, բայց պարզ է, որ դրանից տասնապատիկ ավելը այնպես են թաքցրել եւ այնպես են յուրացրել, որ չես կարողանում գտնել։ Այնպես որ այդ գտածը, փաստարկվածը պետք է կարող ես բանանել։ Ինչ վերաբերում է կուսակցությունների արգելմանը, եթե կլինեն էլի օրենքով սահմանված դեպքեր, երբ որ պետք է արգելվի, օրենքը կգործի, բայց ուղղակի կամայական ասել, քանի որ դու թալանչի ես նախքին, դու չես կարող կուսակցություն ունենալ եւ մասնակցել, օրինակ կուսակցությունով մասնակցել բանի ընտրությունների, սա կարծում եմ այնքան էլ ճիշտ չի հասկացվի նաեւ մեր քաղաքացիների կողմից։ Ես վստահ եմ, որ քաղաքացին հիշելով թե ովքեր են մյուս կողմում կանգնած, հիշելով նրանց այն հայտարարությունները, թե ինչպիսի ապագա են պատկերացնում Հայաստանի համար եւ ինչ ենք մենք արել եւ մենք ինչ ենք առաջարկում քաղաքացիներին, ինչ ունի այսօր քաղաքացին, սկսած խաղաղությունից մինչեւ տնտեսական զարգացում, կարծում քաղաքացին իր ճիշտ քվեարկությամբ բոլոր կուսակցություններին դե ֆակտո կարգելի մասնակցել, այսինքն քիչ ցայն գտա։ Տիկին Հակոբյան, հիմա առաջարկում եմ տեղափոխվենք Մոսկվա, դուք Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվայում եք, հանդիպեցիք Լավրովին, գիտենք, որ մեր հայկական երկաթուղու ռուսական կառավարումը խնդրահարույց է եւ մեր իշխանությունները փորձում են այս հարցը լուծել բարեկամական տրամաբանության ներքո, մինչդեռ ռուսական կողմից մենք ունենք արդեն զգուշացումներ, որ ռուսական կառավարման հարցը բարձրացնելը կամ դա այլ երկրի փոխանցելը վտանգավոր է եւ կարող է համակարգը մեկ գիշերում փլուզել։ Մյուս կողմից ունենք ազատության 3 հրապարակած Արարատ Միրզոյանի նամակ ուղված Բրյուսելին, որտեղ Արարատ Միրզոյանը կամ հայկական կողմը խնդրում է աջակցել արձագանքման խումբ ուղարկել, որը կհակազդի Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության դեմ եւ վաղ կհայտնաբերի այդ ապատեղեկատվությունը, հարցս հետեւյալն է. ինչ տպավորություն դուք ունեք, արդյոք այս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին եւ Ռուսաստանում գործող իշխանությունների տեսակի հետ հնարավոր է բարեկամական, կառուցողական մթնոլորտում լուծել նշյալ խնդիրները։ Նախ ուզում եմ հարցի ձևակերպման հետ կապված, ես չեմ տեսել Միրզոյանի նամակում ռուսական հարձակումների դեմ պայքարելու ձևակերպում, կա արագ արձակագրման խումբ պայքարելու համար այդ հարձակումներին, բայց այդ հարձակումները որտեղից են, ռուսական են, թե որտեղից են, նման ձևակերպում չկա։ Երկրորդը անում եմ ազատությանը, այնտեղից ուղիղ շատ լավ։ Իրականում այդպես չէ, չգիտեմ ինչ, արդեն Եվրամիության կողմից արձագանքում նման շեշտադրում կա, բայց մենք այդպիսի շեշտադրմամբ նամակ չենք հղել։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, տեսեք, սա իհարկե կառավարության տիրույթում հարց է, բայց անդրադարձ եղել է նաև մեր հանդիպումներում Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած։ Ես ուզում եմ իմ տպավորությունը փոխանցել, որ Ռուսաստանի Դաշնությունը համեմատած նախկինում մեր բոլոր շփումների, այժմ Հայաստանի Հանրապետությանը վերաբերում է որպես գործընկերոջ։ Այսինքն այն տպավորությունը, որ կուդա վիձենիցես, չէ՞, շատ են այն ժամանակ հնչում, որ պետք է սրանք գնան, մեկը մենք ենք ձեր միակ տերը եւ այլն, մեր բալանսավորված արտաքին քաղաքականության արդյունքում այդ տրամադրությունները փոխակերպվել են եւ դարձել են գործընկերային, որովհետեւ այսօր մեր կարևոր գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը մեր մի առաջարկներից մեկն է, այսինքն դաշտում եղած երկրներից մեկն է, որը կարող է առաջարկել իր ծառայությունը, բայց Հայաստանի Հանրապետությունն է ընտրում, թե որ երկրի հետ ավելի շահավետ է, ավելի մատչելի է, ավելի որակյալ է որևէ համագործակցություն։ Ես օրինակ ատոմակայանի կառուցման, տարբեր
Այսինքն, երբ որ կա այլընտրանք եւ երկիրը կարող է ընտրել, բնականաբար արդեն առաջարկնել, լինում է ավելի գայթակղիչ, որպեսզի ավելի շահավետ, որպեսզի երկիրը ընտրի հենց այդ առաջարկը։ Սա անգամ եթե մենք բերենք եւ պրոյեկտենք մեր առօրյայի վրա, եթե մեկ բջջային օպերատոր լիներ ենթադրենք, կլիներ թանկ, ինչպես ժամանակին էր, հա, րոպեավճարը, կլիներ քարտը թանկ, կլիներ այն ծառայությունը, որը մատուցում են, այսինքն ծառայությունները, օպերատորները չէին մրցակցի ավելի լավ որակի համար, ավելի լավ գնի համար, որ քաղաքացին ընտրի իրեն։ Այս նույն իրավիճակն է։ Հիմա Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնությունը գործընկերներից մեկն է, շատ կարևոր, բայց գործընկերներից մեկն է, ոչ թե միակն է, որովհետև այսօր մենք նույն ատոմակայանի կառուցման համար ունենք առաջարկ 5 երկրից։ Հասկանում եք սա ինչ է։ Ռուսաստանի Դաշնությունը 5-ից մեկն է։ Ունենք Կորեայից, ունենք Չինաստանից, ունենք Ֆրանսիայից, ունենք Միացյալ Նահանգներից, բացի Ռուսաստանից։ Եվ սա հրաշալի է։ Սա մրցակցություն է, սա ավելի շահավետ պայմաններ է Հայաստանի համար։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը բնականաբար սա եւս հասկանում է։ Եվ սրան մեծապես նպաստել է թեկուզ ապաշրջափակումը Հայաստանի, դուք գիտեք, որ Ադրբեջանից արդեն մենք բեռներ ենք ունենում, ապրանքներ ենք ներկնում, արտահանման հնարավորություն կա, քննարկումներ կան, ապաշրջափակեց նաև Ադրբեջանը իր երկիրը որպես տարանցիկ երկիր Հայաստանի համար, եւ սա ճանապարհ է, որը այլընտրանքն է գոյություն ունեցողի, եւ սա եւս չի կարող քաղաքացու վրա չունենալ դրական ազդեցություն։ Տիկին Հակոբյան, Ռուսաստանը հասկանում եւ ընդունում է եւ այդ հանգամանքի հետ հաշվի է նստում, թե Ռուսաստանը հասկանում է եւ փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի չտուժի ինքը, որովհետեւ հայկական շահի առաջ մղումը ձեր թվարկած բոլոր ոլորտներում դա նշանակում է ուղիղ ոտնահարում կամ վնասում ռուսական շահերի։ Գիտեք, ամեն երկիր իր շահն է ունենում որևէ համագործակցության ժամանակ։ Եթե ժամանակին ես հասկանում եմ, որ նույն Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները սովոր են, որ Հայաստանը Ռուսաստանի շահը ունենա իր առջև որևէ որոշման դեպքում։ Այո, երկար տարիներ այդպես է սովոր այդ Կամաց Ռուսաստանի Դաշնությունը հասկացել է, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը նախ իր շահն է առաջ քաշում։ Ցանկացած համագործակցություն կլինի Միացյալ Նահանգների հետ, կլինի Ֆրանսիայի Հանրապետության հետ, կլինի Ադրբեջանի հետ, կլինի Ռուսաստանի Դաշնության հետ, յուրաքանչյուր համագործակցության դեպքում միամտություն է կարծել է, որ որևէ երկիր հայի սիրուն աչքերի համար է կամ որպես առաջ քրիստոնյա ազգ լինելու համար է, որ աջակցում է կամ համագործակցում է։ Յուրաքանչյուր երկիր իր շահն է ունենում։ Այսօր Թրիփի համագործակցությունը, Թրիփի շուրջ, Միացյալ Նահանգները այդտեղ ուղիղ տնտեսական շահ ունի, ուղիղ եկամուտներ ունի։ Այսինքն յուրաքանչյուր երկիր իր շահն է ունում, Ռուսաստանի Դաշնությունն էլ է իր շահը տեսնում։ Դա հասկանում ենք, իմ հարցը։ Հիմա մենք էլ մեր շահն ունենք։ Մենք մեր շահն ենք առաջինը դնում։ Եվ պետք է հերիք է արդեն, օրինակ, ես տարբեր խոսակցություններ ա լինում, մեկ էլ ընդդիմությունը սովոր է, չէ՞ որ ինքը առաջին իր շահը չպետք է բանանի, տեսնի։ Ասում են, դուք պատկերացնում եք Իրանի համար սա ինչ է։ Դուք պատկերացնում եք Ռուսաստանի դաշտ, ասում ենք, հələ մի րոպե, մի հատ վերացեք աշխարհից։ Քո երկիրը, դու քո երկրի համար ո՞րն է քո շահը։ Դու դրանից պետք է քո մեկնարկը պետք է այդտեղ լինի։ Հաշվի առնելով արդեն դիվանագիտություն, հարաբերություններ, հետագա ամեն ինչ, բայց առաջնայինը քո երկրի շահն է։ Իսկ որևէ խոսակցության ժամանակ դուք չեք տեսնի առաջինը Հայաստանի շահի մասին խոսակցություն, չեք տեսնի նման բան։ Միշտ հղում է կատարվում Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը, չկա Հայաստանի Հանրապետությունից խոսակցությունում։ Հայաստանի Հանրապետությունը միջնորդ ինչ որ մի բան է, որը պետք է հարմարեցի այլ երկրների շահին։ Այդպես չէ։ Եվ դա հասկանում է շահը պաշտպանելու ճանապարհին իշխանությունը ունի մտահոգություններ, վախեր, այդ հնարավոր սպառնալիքներից, հնարավոր գործողություններից, որոնք կարող են հաջորդել, որովհետև երբ որ լսում ենք ոչ ձեր քաղաքականություն ներկայացուցիչներն, այլ քաղաքական տարիներ շարունակ տեսել ենք հարգելի Տիկին Զաքարյան։ Տեսեք, ժամանակին որևէ մի հայտարարությանը հաջորդում էր լարսի փակում։ Որևէ մի գործողությանը, հայտարարությանը կամ հաջորդում էր որևէ մեր տնտեսվարողի արտահանած ապրանքի մեջ ինչ որ ցուպիկի հայտնաբերում։ Այսինքն այս ամեն ինչը մենք տեսել ենք, մենք այս վտանգավոր փուլից անցել ենք եւ Ռուսաստանի Դաշնության հետ մենք թշնամի չենք եւ չենք պատրաստվում տարածաշրջանում այս թշնամական հարաբերությունները հարթելուց հետո ունենալ այլ թշնամի։ Սա պետք է հասկանալ։ Մենք որ ասում ենք բալանսավորում, սա չի նշանակում, որ մի թշնամուն փոխարինում ենք մեկ այլ թշնամուն։ Սա նշանակում է թշնամանքը
վերացնել եւ համագործակցել, հավասարապես համագործակցել բոլորի հետ։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական կարևոր գործընկերն է։ Մենք ունենք շատ արմատավորված հարաբերություններ եւ գործակցություն, համագործակցություն, սա միանշանակ է եւ որոշ մեր գործընկերներ, որոնք հատկապես ունեն հակառուսական բաներ, հայացքներ, նրանք պատկերացնում են, որ մենք պետք է թշնամանք ունենանք Ռուսաստանում։ Ոչ, Ռուսաստանի Դաշնությունը կարևոր գործընկեր է, մենք շարունակում ենք խորացնել համագործակցությունը եւ համապատասխանեցնել այն փաստաթղթային այդ մակարդակին, որը նախկինում այդպես չէր։ Այսինքն ռազմավարական գործընկերոջ համագործակցություն չէր, որովհետև շատ բարդ իրավիճակներում մենք տեսել ենք Ռուսաստանի Դաշնության դիրքավորումը եւ ասել ենք հարգելի գործընկեր, արի մեր պայմանավորվածություններին համապատասխան գործիր։ Այսինքն մենք ուզում ենք, որ լինի լավ հարաբերություններ, թշնամանք ոչ։ Ուղիղ եթերում Նոյան Տապանը շարունակում է իր աշխատանքը։ Ես հիշեցնեմ, որ զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, մենք մոտենում ենք մեր հարցազրույցի վերջին հատվածին, հարցս հետևյալն է։ Ադրբեջանը շարունակում է պնդել այդ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, որից հետո անմիջապես ասում եք ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Հիմա մենք տեսնում ենք, որ իշխանությունը, այո, հակված է նոր տեքստում անկախության հռչակագրին հղում չանել։ Ինձ հետաքրքիր է, դուք ունեք պլան B, եթե հանրությունը չաջակցի ձեզ այդ հարցում, այսինքն հանրությունը ոչ ասի սահմանադրական փոփոխություններին այն տեսքով, որով որ կառաջարկեք։ Մենք շատ երկար հնարավորություն ենք ունեցել բացատրելու ադրբեջանական պահանջի եւ մեր ներքին սահմանադրական նոր սահմանադրության խոսակցությունները եւ ես չեմ ուզում հիմա նորից կրկնվեմ, վերեմ ամսաթվերով, մենք երբ ենք դրա կարիքը տեսել, մենք երբ ենք խոսել նոր սահմանադրության մասին, ես չեմ ուզում դա անել, որովհետեւ դրանով հոգնեցրել ենք արդեն, որովհետեւ այս հարցով հետաքրքրված քաղաքացիները միլիոն անգամ լսել են մեր բացատրությունը, որ սահմանադրական փոփոխությունը, որը վարչապետը հայտարարեց, որ կարող է նոր սահմանադրության բերել միջև, սա եղել է շատ ավելի վաղ, քան հետո Ալիևն է հայտարարել դրա մասին։ Այն, որ նաև միմյանց ներքին գործերին չխառնվելը պարտավորություն է նաև ստորագրված օգոստոսի 8-ին նաև նախաստորագրված փաստաթղթով, սա եւս փաստ է, որի մասին էլի հետաքրքրված մարդիկ գիտեն։ Ալիևը ինչ է հայտարարում, ես դնում եմ մի կողմ։ Մենք մեր ներքին հարցն ենք լուծում, նախ որովհետև սահմանադրությունը երբեք չի ընտրվել քաղաքացիների կողմից, մենք գիտենք ինչ կերպ է այդ ինչ խախտումներով է դա տեղի ունեցել եւ ինչի համար Սերժ Սարգսյանի հակով կարելու համար սահմանադրություն եւ շատ կարեւոր է սակայն, որ այն մեր Միացյալ Նահանգներից են հիմնականում լսում, Միացյալ Նահանգներում հաստատ այդ կապը իրենց այդ սահմանադրության հետ, հատկապես Միացյալ Նահանգների քաղաքացիները մեր հայրենակիցները, որոնք քաղաքացի են, կփաստեն, որ շատ կարևոր է։ Այսինքն մարդը, օրինակ Հայաստանում ես չեմ հիշում դեպք, երբ որ մարդը իր սահմանադրությանը հղում է անում, եւ որ մարդը կարդում է իր սահմանադրությունը, հիմա թող բոլորը մեզ լսողները մի հատ վերհիշեն։ Իրենք երբևէ, միջև այս խոսակցությունները, հա, գոնե սահմանադրական փոփոխությունների, երբևէ վերցրել կարդացել են այն մայր օրենքը, որից պետք է բխի իրենց գործունեությունը, ոչ։ Որովհետև ինքը չի ընտրել, ինքը կապ չունի այդ սահմանադրության հետ, իր հետ չի քննարկվել դա, ինքը չի իր քվեով չի եղել այդ սահմանադրական փոփոխությունը։ Եվ մենք կարծում ենք, որ այդ կապը շատ կարևոր է, որ շատ երկար պետք է քննարկվի, քաղաքացին պետք է հասկանա իր սահմանադրությունը, պետք է ընդունի, պետք է կապը զգա եւ գնա ընտրի։ Բացի դա, դուք ասում եք, որ հակված է իշխանությունը չունենալու հղումը անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագիրը դա պատմական իրողություն է, որը չես կարող չեղարկել։ Այսինքն դա փաստ է, որը եղել է, անցել է։ Սա բեկանելի բան չէ, դու չես կարող ինչ-որ օրենք ընդունել եւ ասել, չէ, դա չի եղել, դա եղել է, դա պատմական փաստ է։ Արդյոք դրա հղումը սահմանադրությունում նոր կլինի թե ոչ, ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել, բայց այդ փուլին սահմանադրական նոր սահմանադրության, հա, այդ հանձնաժողովը, որը զբաղվում է հենց այդ քննարկումներով, չի անդրադարձել դեռ։ Այսինքն խումբը, որը աշխատում է դրա վրա, դեռ այդ կետին չի հասել, որպեսզի հակվածությունը հասկանանք, հա, ինչ որոշում կկայացվի վերջո։ Ես իմ անձնական կարծիքն եմ ուզում ասել, նաև քանի որ ուսումնասիրել եմ օրինակ 95 թվականի քննարկումները նոր սահմանադրության խորհրդարանում ժամանակին, ես գիտեմ թե ինչպես է այդ հողումը հայտնվել սահմանադրության մեջ,
դա պայմանավորվածություն է եղել, պայմանավորվածություն, որպեսզի կողմ քվեարկեն։ Հասկանում եք։ Արհեստական ինչ որ նախաբան է ստեղծվել, այդ հղումը դրվել է այդտեղ, հետո սկսել է սահմանադրությունը։ Հիմա արդյոք այս նախաբանի, այս արհեստական նախաբանի կարիքը կա թե չէ, եթե ինձ հարցնեն, եւ երբ որ գա այն փուլը, երբ որ ես կարող եմ արդեն իմ առաջարկը կամ կարծիքն ասել, ես կասեմ, որ ոչ, որովհետեւ դա կապ չունի սահմանադրության հետ։ Մենք հրճակել ենք ներկա եւ ապագա, նոր ներկա եւ ապագա, այսպես ասած 4-րդ հանրապետություն, իրական Հայաստան, որտեղ չկա մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ տարածքային պահանջ, որևէ մեկի։ Մենք ֆիքսել ենք մեր 29743 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը եւ հանձնառություն ենք վերցրել այդ տարածքից դուրս չունենալ հավակնություն ոչ մի ուղղությամբ, որևէ հարևանի ուղղությամբ։ Եվ սա երաշխիքն է նաեւ մեր անվտանգության, որովհետեւ այն ականջահաճո խոսքերը, որ այ չգիտեմ Նախիջևանը մերն է, Ղարաբաղը մերն է, Պարսկահայք նահանգը, որը մեծ հայքի, որ այժմ Իրանի Իսլամական Հանրապետությունում է, մերն է, Ջավախքը մերն է, այսինքն դուք հասկանում եք, Արարատը մերն է, ես հիմա ինչ ասեցի, սա մեր բոլոր հարևաններից տարածքային պահանջ է։ Շատ լավ, Սա ականջահաճո է, բայց վտանգավոր է։ Դրա համար պետք է գնաս, կռվես եւ զոհվես։ Եվ կարող ես գնալ 4 հարևանի պատերազմ հայտարարել եւ հողեր վերցնել։ Սա արդեն ամեն քաղաքացի թող մտած ինքը պատրաստ է իր եւ իր երեխայի կյանքով այս փոքր 3 միլիոնանոց պետության մեջ նման բան անել։ Շատ լավ, շնորհակալ եմ, ափսոս ես չեմ կարող իմ հարցը նորից կրկնել։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել նաև Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով, մենք կհետևենք զարգացումներին։